Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր կպատրաստեմ այս շատ գեղեցիկ և անչափ համեղ մանտիները։ Ի դեպ նշեմ, որ մանտիները պելմեններից տարբերվում են իրենց չափով, պատրաստման եղանակով, քանի որ պատրաստում է գոլորշու վրա, ոչ թե ջրի մեջ, առատ սոխով և կտրատած մսով, ոչ թե աղացած։ Հիմա անցնենք պատրաստմանը, մեզ հարկավոր է տավարի փափկամիս, ի դեպ նշեմ, միսը կտրելու համար լավ է լինում, երբ հանում եք սառցախցիկից։ Այսպես սառած վիճակում շատ ավելի հեշտ է կտրատվում։ Ահա տեսեք, այսպես կտրատում եմ փոքր խորանարդիկներով։ Ի դեպ նշեմ, այստեղ ավելացնում եմ նաև ոչխարի դմակ, և քանի որ իմ հյուրերը չեն սիրում, ես ավելացրել եմ խոզի փափկամիս, և այդպես ավելի հյութեղ է ստացվում։ Ստացվում է ես 2 կգ տավարի փափկամսին ավելացնում եմ նաև կես կիլոգրամ խոզի այսպիսի ճարպ, միս, այսպես խառը, և ասեմ, որ ավելի հյութեղ է ստացվում։ Համեմունքներից ավելացնում եմ սև պղպեղ և աղ։ Ի դեպ նշեմ, ես ավելացնում եմ նաև խմելի սունելի, դուք կարող եք չավելացնել, և մի քիչ կարմիր կծու պղպեղ։ Ինչպես միշտ համեմունքներն ըստ ճաշակի։ Ահա այսպես լավ կխառնեմ, կավելացնեմ նաև 5 գլուխ սոխ, այստեղ սոխը պետք է շատ առատ լինի, ես մոտավորապես 5 գլուխ ավելացնում եմ, այսպես լավ կխառնեմ, կթողնեմ, որպեսզի համեմվի, և կանցնեմ խմորի պատրաստմանը։ Խմորի համար 2 բաժակ տաք ջրին ավելացնում եմ 2 ձու, 1 թեթև թեյի գդալ աղ և այնքան ալյուր, որպեսզի ստացվի պինդ խմոր։ Ահա տեսեք, ինչպես պատկերված է տեսանյութի մեջ։ Ահա մեր խմորը պատրաստ է, մի քանի րոպե էլ կհանգստանա և կպատրաստենք մանտիները։ Ահա խմորը բարակ գրտնակում ենք, բաժանում ենք այսպիսի խորանարդիկների, տեղադրում ենք միսը և ահա այսպես փաթաթում ենք, ինչպես պատկերված է տեսանյութում։ Մանտիների պատրաստման տարբեր եղանակներ կան, կարող եք ինքներդ փաթաթել ձեր տարբերակով։ Ահա մանտիները պատրաստ են, հիմա անցնենք եփելուն։ Կաթսան արդեն ջրով եռում է, մենք այստեղ ձեթով կտարածենք ամանը, կդասավորենք մանտիները և կտեղափոխենք, որպեսզի եփվի գոլորշու վրա։ Կափարիչով լավ կծածկենք և կեփվի 40-ից 45 րոպե։ Ահա և վերջ, մեր գեղեցիկ և շատ համեղ մանտիները պատրաստ են։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, պատրաստեք այս տարբերակով և ձեզ շատ դուր կգա։ Իսկ եթե դեռ չեք բաժանորդագրվել իմ ալիքին, ապա բաժանորդագրվեք, սեղմեք զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք հաջորդ համեղ և նոր բաղադրատոմսերը։ Հաջողություն ձեզ։